Որ քաղաքականություն։ Այսինքն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն է պատճառը պատերազմը լինելու, հա։ Ճիշտ եմ հասկանում ձեր հարցի բնույթը։ Այսինքն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատճառը հանդիսանալու պատերազմի հակառուսականությունը մեկ, երկրորդ Ադրբեջանի հետ սխալ հարաբերությունները եւ քանի որ Ալիևը Ինչ առումով է սխալ եւ նայեք ասում եք ինֆորմացիա ունեք, ես չեմ լսել այդպիսի ինֆորմացիայի մասին, չգիտեմ ինչի մասին եք խոսում, չեմ կարող մեկնաբանել մի բան, որի մասին չեմ լսել, դուք ասում եք չեք էլ կարող պարզաբանել։ Ռուսաստանը, եթե Ռուսաստանի դաշնությունից այդպիսի ինֆորմացիա կա, երևի ճիշտ կլինի հրապարակային ասել դրա մասին։ Հյուպատոսարանը կապանում չբացվեց, որովհետև Լավրովի այցի ժամանակ ենթադրվում է, որ պետք է նաև Ռուսաստանի հյուպատոսություն բացվի կապանում, բայց այդպիսի բան չէր ենթադրվում։ Այդպիսի հայտարվել է, որ բացվելու է, այդպիսի հայտարարություն չի եղել, որ բացվելու է։ Ասվել է, որ Սերգեյ Լավրովի այցին բացվելու է, չէ, այդպիսի բան չի ասել, ամենայն հավանականությամբ ասվել է քննարկվելու է, եւ քննարկվել է։ Դրանից ընդամենը մի քանի օր անց հայտարարվեց, որ Ֆրանսիան է հյուպատոսություն բացվելու Գորիսում։ Որովհետև Ֆրանսիայի հետ այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերել։ Իրանի հետ էլ այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերել, ինչպես նշվել է, նախապես նշվել է, չէ՞ որ քննարկվել է այդ հարցը։ Պատերազմի ռիսկի մասով չասացիք, պարոն Գրիգորյան, դուք պատերազմի ռիսկի մասին դուք հղում եք կատարում Ռուսաստանի Դաշնությանը ձեր աղբյուրների։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու տարածաշրջանում, եւ մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ։ Ինչ էիք ասում։ Ռուբիոյի հայտարարությունը, հա, որ Ամերիկանը տեսնում է վտանգ հակամարտության սիման եւ փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, նախորդ շաբաթ էր այդպիսի հայտարարություն։ Նայեք ավելի ճիշտ կլինի պարոն Ռուբիոյի